Սպորտում մենք ունեցել ենք շուրջ 7.3 միլիարդ դրամի պետական ներդրումներ, ինչը շուրջ 3.5 անգամ ավել է 2018 թվականի նույն ցուցանիշից, եւ սպորտն էլ այն ոլորտներից է, որտեղ մենք նույն աշխատակազմերով անում ենք մի քանի անգամ ավել աշխատանք, եւ այստեղ պետք է հիշեցնեմ վարչապետի գավաթի մրցաշարերը, որոնք նախորդ տարի 3 մրցաշար վերափոխվեց դպրոցականների, հատուկ պետք է ընդգծեմ հեծանվա վազքը, որի շրջանակներում 6500 հեծանիվներ են ձեռք բերվել եւ դրանց հատկացվել են մեր բոլոր դպրոցներին։ Այստեղ ես որոշ ժամանակ առաջ մի հետաքրքիր հոդված տեսա, մաթեմատիկայի հետ կապված խնդիրներ շատ են լինում, 6500-ը, չգիտեմ ոնց էին բաժանել դպրոցների թվին, ասում էին ամեն մի դպրոցի նույնիսկ մեկ հեծանիվ չի հասնում, չգիտեմ այդ մաթեմատիկայի որ ժամանակին հետազոտություն կար ֆունկցիոնալ անգրագիտության հետ կապված, այդ մարդիկ մեծացել են եւ սկսել են ստատուսներ գրել իրեն։ Դե քանի որ նկատել եմ այդպիսի անհասկանալի մեկնաբանություններ, ասեմ, որ հստակ սահմանված է, հիմնական դպրոցները ստանում են 2-ական հեծանիվ, միջնակարգ դպրոցները 6-ական, ավագ դպրոցները 4-ական, եւ կարիք չկա բարդ մաթեմատիկական հաշվարկների, կարող են մեզ դիմել, մենք օգնենք, եթե որևէ հաշվարկի հետ կապված խնդիր կա։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։